Առաջին հայացքից սովորական խաղալիք է, գունավոր, հետաքրքիր, բայց պարզվում է կարող է վտանգել ձեր երեխայի առողջությանը։ Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը հրապարակել է հերթական վտանգավոր ապրանքների ցանկը, այդ թվում այս անգամ սլայմն է։ Սլայմը փափուկ, ձգվող գունավոր զանգված է, որը վերջին տարիներին դարձել է երեխաների ամենասիրելի խաղալիքներից մեկը։ Սակայն փորձաքննությունը ցույց է տվել, որ այն չի համապատասխանում տեխնիկական կանոնակարգին եւ պարունակում է վտանգավոր քիմիական բաղադրիչներ։ Հորդորում ենք բոլոր սպառողներին, ովքեր ձեռք են բերել նշված տեսակի խաղալիքները, կապ հաստատեն տեսչական մարմնի հետ եւ վերադարձնեն դրանք, հետագայում երեխաների առողջությանը հասցվելիք վնասներից խուսափելու համար։ Ծնողների մի մասը խաղալիքի մասին չի լսել, իսկ մի մասն արդեն համացանցից տեղեկացել էր վտանգավոր բաղադրություն ունեցող խաղալիքների մասին եւ ազատվել դրանցից։ Ճիշտն ասած, համացանցում կարդացել էի խաղալիքի վտանգավորության մասին, բայց հյուրեր ունեի, երեխայից բերել էին նվեր խաղալիքից, ստիպված եղա տալ, որպեսզի խաղա, որովհետև շատ էր ուզում, բայց մի քանի րոպե հետո ձեռքից վերցրեցի եւ նետեցի աղբամանը։ Այս վերջերս էլի գնացինք, բայց երբ իմացա հայտարարվեց, որ դա շատ վտանգավոր է, նույնիսկ թունավոր է, նետել եմ աղբամանը։ Нет, я не догадывалась об этом. Չգիտեի այդ մասին, բայց քանի որ արդեն իմացա, ավելի զգուշորեն կմոտենամ խաղալիքների ընտրությանը, անպայման կուսումնասիրեմ բաղադրությունը եւ չեմ գնի, եթե այն ունենա վատ բաղադրություն։ Нехорошее будет вредить здоровью ребенка. Խաղալիքը, որ խաղում են քիմիական նյութերով պատկերված, ես շատ անգամ ուշադիր եմ, որ հանկարծ երեխան հանկարծ բերանը չտանի։ Եթե բերան տանի, շորերը կեղտոտելը լվանալը ուրիշ բան է, բայց եթե ձեռքերով խաղա ու հանկարծ երեխայը չես կարող արկալել ու բերանը տանի ձեռքը արդեն քիմիական վտանգավոր է։ Բնականաբար, երբ որ մենք գնում ենք եւ մենք դա պահանջում ենք նաեւ ծնողներից, որ երեխաներին գնեն էկոլոգիապես մաքուր, ոչ քիմիական նյութերից պատրաստված, հատկապես կան մի շարք խաղալիքներ, չեմ ուզում անվանարկել ինչպիսին, որոնք որ դրանք եւ վտանգ են առողջությանը եւ ստրես են, հոգեբանական խնդիրներ են։ Այսինքն դուրս է գալիս, որ յուրաքանչյուր ծնող, յուրաքանչյուր մայր, կին, մարդ պետք է անպայման երբ որ մի երեխային ինչ-որ նախ պետք է մտածի այդ երեխային ինքը որպես խաղալիք, ինչ որ մի զարգացում կտա, թե ոչ։ Մանկաբույժներն ասում են, նման խաղալիքները վերջին շրջանում դարձել են բավականին թրենդային եւ գրեթե յուրաքանչյուր երեխայի հասանելի են, սակայն դրանց բաղադրությունը հաճախ անծանոթ է ծնողներին։ Եթե խոսենք առանձին նրանց ազդեցությունների մասին, գունանյութերը ինքնին կարող են վտանգ ներկայացնել, համարվելով սուր ալերգեններ։ Այսինքն բալիկով, որ 3-4 տարեկան է, կյանքում առաջին անգամ շփվում է այդ նյութերի հետ, կարող է դրսևորվել որպես սուր ալերգիկ ռեակցիա, արտահայտվելով մաշկի ցանավորմամբ կամ տեղային չորություններով, որպես ատոպիկ դերմատիտ, ինչպես նաև շնչական խանգարումներով, ընդհուպ մինչև շնչառության վատացում, հազ, հեվոցի զարգացում։ Սովորական գունավոր ու փափուկ խաղալիքների տեսք ունեցող սլայմերը կարող են իրականում լուրջ հետևանքներ ունենալ երեխայի առողջության վրա։ Մասնագետներն ու վերահսկող մարմինները հորդորում են ծնողներին լինել ուշադիր ու պատասխանատու, քանի որ երեխաների անվտանգ խաղը սկսվում է մեծահասակների տեղեկացված ընտրությունից։